Ազատ ես, հետո էլի կխոսենք։ Ամեն նոր հանգամանք կամ նոր փաստ ունենալու դեպքում մենք նորից հանդիպելու ենք, նույն հարցերը և նույն թեման։ Լսում եմ, Սեդա ջան։ Ես գիտեմ, որ չի կարելի։ Օրենքս էլ շատ լավ գիտեմ, ամեն ինչ գիտեմ։ Ուղղակի իմ համար շատ կարևոր է, որ ես տեսնեմ Հարութին ու խոսեմ հետը, թեկուզ 5 րոպեով, խնդրում եմ։ Կկարողանանք կազմակերպել։ Ինչպես դու ասացիր, օրենքը թույլ չի տալիս։ Հա, հասկանում եմ, ամեն ինչ հասկանում եմ, ուղղակի շատ կարևոր է։ Բնականաբար Մինասն էլ տեղյակ չի։ Չէ, ոչ մեկ տեղյակ չի։ Կան բաներ, որ մենակ ես ու Հարութը գիտենք, ու ես պիտի տեսնեմ իրան, ես պիտի հարցեր տամ ու ինքը այդ հարցերին պիտի պատասխանի։ Խնդրում եմ։ Հարութը հենց իմ դիմաց նստած է։ Հարցաքննություն է գնում այս պահին։ Ինչ ես ուզում Հարութին հարցնել, որ տեսակցություն ես ուզում։ Ես գործին ծանոթ եմ։ Կարծում եմ գաղտնի բան չկա, չէ՞։ Ես կարող եմ այդ հարցերը տալ։ Ես հանդիպելու ընդհանրապես ցանկություն չունեմ Սեդայի հետ։ Ոչ հիմա, ոչ էլ հետո։ Հանկարծ չանեք տենց բան։ Չեմ էլ կարող։ Ինչ ա եղել։ Եթե քեզ հարմար է ինձ տուն կտանես։ Հա, բայց ինչ ա եղել, Սեդ։ Եթե հարմար չի, ես մենակ կգնամ։ Չէ, պարզը կտանեմ, արի։ Նվերսենց չեղավ, մենք ոչ մի բան չենք անում։ Ես ուղղակի սպասում եմ։ Ստացվում է ես դառա ավելորդ, հա? Վերջ։ Շնորհակալ եմ։ Մանե կլինի թողես ես քո հետ կապի դուրս գամ, այն ինչը քեզ խոսք եմ տվել, ես կանեմ հանգիստ տեղի։ Հիմա մի զանգի մի գրի ինձ, ես քո հետ ասում եմ, կապի դուրս կգամ։ Մանե կլինի թողես ես քո հետ կապի դուրս գամ, այն ինչը քեզ խոսք եմ տվել, ես կանեմ հանգիստ տեղի։ Հիմա մի զանգի մի գրի ինձ, ես քո հետ ասում եմ, կապի դուրս կգամ։ Իսկ դու չես հասկանում, որ ես չեմ սպասելու, թե մտածում ես, որ պետքա սպասեմ, չարաչար սխալվում ես նվեր, ես չեմ անելու այն, ինչ որ ձեզ ա պետք, ու չեմ սպասելու, որ դուք հիշեք ինձ այն ժամանակ, երբ որ էլի ձեզ ա պետք, ես ինքս ամեն ինչ կանեմ, եթե դու իմ հետ չես, ուրեմն դու էլ պատասխան կտաս։ Ես հանդիպելու ընդհանրապես ցանկություն չունեմ Սեդայի հետ։ Ոչ հիմա, ոչ էլ հետո։
Նվեր, ես հույս ունեմ, որ իմ գալը ու մեքենատ նստելը քեզ առիթ չի տա, որ դու անընդհատ զանգես ինձ։ Սեդա, ես հենց հիմա ձեր տան մոտ եմ ու նոնային եմ տեսնում։ Նոնային։ Հա, հետո առաջ է գալիս։ Մի բան ուզում է անի, բայց չի կարում վերջնական որոշի։ Գալիս է դրան մոտ նորից հետ է գնում։ Դե սպասի գամ խոսենք հետը։ Չէ, սպասի Սեդա, սպասի։ Դու որ հիմա եկար ինքը վախենալու է գնա ու բան չասի, ինչի համար որ ինքը եկել է, սպասի։ Եթե ինքը ներս մտնողա կմտնի ամեն ինչ կասի։ Նվեր, բայց հնարավոր է այս մեր վերջին շանսն է։ Գոնե կարողանանք խոսել հետը։ Ինձ լսի էլի համբերի, մի հատ հասկանանք ինչա ինքը ուզում անի։ Ես տեղ եմ նայում եմ։ Ես նոնային շատ լավ եմ ճանաչում։ Եթե ինքը կանգնած սպասում է, որ հասկանա ուզում է ներս մտնի թե չէ, ուրեմն չի մտնելու։ Սեդա, հիմա կլինի դու համբեր ես։ Հիմա որ դուրս եկար դու ինքը քեզ տենալու է խառնվի իրար, ու ինչի համար որ ինքը եկել է, հաստատ չի ասելու։ Ինձ հավատա, սպասի։ Լավ, սպասում եմ։ Սեդա գնաց։ Պետք է դուրս եկած լինեի։ Հենց հիմա դուրս արի Սեդա։ Ես վստահ եմ որ նոնան մեզ կտանի այնտեղ, որտեղ որ Էլենն է։ Ինքը կհանի մեզ այն կետի վրա, որին մենք այսքան երկար սպասել ենք։ Միասին գնանք։ Հիմա դու դրա մասին ես մտածում։ Հա ինչ կլինի որ միասին գնանք։ Այդ ամեն ինչը կարծեմ քո համար եմ ուզում անեմ։ Ի՞նչն է խնդիրը, որ հիմա չես հավատում ինձ։ Չէ, ես ուղղակի չեմ ուզում, որ քո մեջ նոր հույս ծնվի, տենց սխալ կլինի։ Արի կլինի հիմա դրա ժամանակը չի։ Մի հատ արի գնանք նոնայի հետևից, քանի հեռու չգնաց է։ Սեդ ես քեզանից շատ եմ ուզում հասկանալ, թե ով է կանգնած այս պատմության հետևում։ Արի արագ գնանք չկորցնենք հետքը։ Ինքը ոդկով է չի կորի, հանգիստ եղի։ Արի գնանք հետևից, հնարավոր է տաքսի նստի ու գնա։ Լավ։ Գնալով համոզվում եմ, որ կասկածներս ճիշտ են, բայց չեմ ուզի, որ տենց լինի։ Նոնայի պահվածքը շատ տարօրինական։ Ինքը հաստատ բան գիտի ու չի ասում։ Բայց ուշադիր եղի չկորցնենք տեսադաշտից։ Գետնի տակից է լինի, ես Էլենին կգտնեմ։ Բայց պետք չի հիմա բաց թողնենք։ Մի արա։ Ուղղակի ուզում եմ հասկանաս, որ մենակ չես, ես կողքդ եմ ու ամեն ինչ կանեմ, որ լավ լինի։ Նվեր այդ քո ասացները առանց ձեռքս բռնելու էլ կհասկանամ ու կլսեմ։ Զգույշ մեքենա չնկատի, որ նկատեց լավ չի լինելու։ Չի նկատի։ Էլեն, էս չեղավ։ Ոնց եմ ես հիմա ապրելու։ Մի քանի օրից հարսանիքս էր հասկանում ես։ Հազիվ է կյանքս փոխել։ Նորմալ մարդու պես ապրում է, ոչ խմում է։ Սեդան ամեն ինչ փոխեց իմ կյանքում։ Բայց ինքն ինձ կործանեց։ Ճիշտ եմ էլի ասում։ Էլեն, ինչի համար ես լացում, հա, խղճում ես ինձ, ինձ մի խղճա, դու լավ գիտես, որ ես չեմ սիրում, որ ինձ խղճում է, Ես քեզ չեմ խղճում, ուղղակի մեղքի զգացում ունեմ, որ ինձ տանջում է, ինչի, ինչ ա եղել, Նվեր, ես հանուն քեզ այնպիսի բան եմ արել, որ դրա համար դուք երևի ինձ երբեք չեք ների։ Մենք,
Այդ քանի հոգով եք։ Նկատի ունեմ դու ու Սեդան։ Ես եմ խմած, դու ես տարօրինակ բաներ խոսում։ Կարող ես շուտ դուրս եկանք այդ օբյեկտից։ Պետք է էլի մնայինք, մի քանի բաժակ էլ խմեի։ Ոնց որ ամեն ինչ թարս է։ Ինչ ա եղել են։ Ինքը հաստատ բան գիտի։ Այսինքն Էլենը հաստատ շատ բան գիտի, ու ես խոստանում եմ քեզ, որ կգտնեմ դրան։ ինչ գիտես։ Հավատա ինձ։ Օֆիսից գործերը թեթևանում է շատ լավ է։ Ինչ լավ է։ Արդեն կսկսենք այս ժամերին էլ քեզ տանը տեսնել։ Ես էլ եմ շատ ուրախ դրա համար։ Լուրջ։ Կներես։ Սյուզի, ես գիտեմ, որ դու իմ կողքը ամենաերջանիկ կինը ես, բայց պետք է լինեիր։ Ես դա գիտակցում եմ։ Ես հասկանում եմ, որ իմ սխալն է։ Ինձ համար քո կինը լինելը ու քո կողքին արթնանալը արդեն իսկ երջանկություն էր։ Ես քչով եմ բավարարվում։ Ուղղակի չգիտես ինչի դու այդ քիչն էլ շատ համարեցիր։ Ես հասկանում եմ, որ քո տեղը ուրիշ կին լիներ, ինչ շուտվանից արդեն թողել էր։ Դե միգուցե ուրիշը չդիմանար այս դժվարություններին, կոտրվեր ու գնար։ Բայց ինպես սիրող կինը պայքարում է, դիմանում է ու մինչև վերջ։ Հնարավոր է ինձ լսեն ու ասեն, որ ես սխալ եմ, որ իմաստ չունի ներել, որ իմաստ չունի սպասել մի մարդու, ով անգամ գալու փորձ չի անում։ Բայց ես մի տեսակ ներքուստ համոզված էի, որ մենք այս դժվարությունն էլ ենք հաղթահարելու։ Ես հիմա քեզ հարցեր չեմ տա, որովհետև դու կամ պիտի լռես, կամ պիտի ստես։ Իսկ ես գիտեմ, որ քո կյանքում ուրիշ կին է եղել։ Չգիտեմ ով է, բայց որ եղել է այդ հաստատ։ Ու եթե ուզում ես անկեղծ լինեմ, ես չեմ կարողանում ներել ու համակերպվել։ Ես դրա համար ամեն ինչ կանեմ։ Լավ։ Գնամ քո համար սուրճ բերեմ։ Էս ինչ տուն է։ Երևի ստեղ են ուզում հանդիպեն։ Ուր։ Ներս մտնենք հասկանանք Էլենը ստեղ է թե չէ, հստակ չենք սպասելու։ Դու սպասի, ես հիմա գալիս եմ։ Երկու րոպե համբերի կհասկանամ պետքա մտնենք թե չէ։ Այսինքն ուզում ես մենակով գնաս։ Չէ, չեղավ։ Համբերի հեսա գալիս եմ։ Մատ ուզում եմ տենամ ներսը ինչ է կատարվում։ Երկու րոպե սպասի։
Ինչ նկատեցիր։ Ներս ամտե։ Երևի Էլենին է սպասում։ Արի գիտես ինչ անենք։ Ես ավտոն տանը մի հատ նորմալ տեղ կանգնացնեմ, որ հաշկի չընկնի։ Մենք իրեն այստեղ կանգնենք, որ ամեն ինչ տենանք։ Դե լավ հանգստացի։ Չեմ կարողանում։ Իմ համար դժվար է, ահա որ դժվար է։ Ես Էլենին ու Նոնային իմ կյանքում ամենամտերիմ մարդիկ եմ համարել։ Քեզնից ու Մինասից հետո իրանք էին իմ կյանքում։ Ինձնից։ Դե հա, այն ժամանակ ուրիշ էր։ Այն ժամանակը ամեն ինչ շատ պարզ էր, շատ սիրուն էր մեր մոտ։ Բայց ինձ թվում է հիմա պետք չի անցյալից խոսենք։ Չէ, այդ պետք է։ Ես ուզում եի դրա մասին խոսել։ Ես գիտեմ, որ ինձ շատ սխալ եմ բայ, շատ վատ եմ վարվել քո հանդեպ։ Ու ես ուղղակի չեմ ասում։ Ես մի հատ մեղք կա, որ մնացել է այն մեջ, որ քո հանդեպ արել եմ։ Նվեր։ Կթողնես վերջացնեմ։ Ես քեզ մենակ թողեցի այն ժամանակ, որ աշխարհում դու դրա կարիքը ամենաշատը ուներ։ Ես վաղ կոտի պես փախա։ Ու այդ ամեն ինչը ես գիտակցում եմ։ Ու չեմ վախենում, որ այսօր այդ ամեն ինչը կանգնած քո դիմաց ասում եմ, որ դու կարող ես մի օր կանգնես ասես, բա վաղ կոտ տղա չէր դու էս ինչ ձև վարվեցիր իմ հետ։ Չէ, ես չեմ վախում, որ դու երեսով կտաս։ Որտեվ հասկանում եմ, սեդ ես շատ վատ եմ պահել քո հանդեպ։ Միջև մա չեմ ներում ինձ։ Ու աղջկա, որ անիմաստ այդ աղջկա կյանքը կործանեցի, որովհետև տաքացած է, ես չգիտեի ինչ ձև այդ վրեժս լուծեի, մի ձև պետք է անեի, մի բան անեի, որ հանգստանայի։ Կործանեցի, մանեի կյանքն էլ կործանեցի, այդ աղջկա աչքերի մեջ էլ չեմ կարող նայեմ։ Ես քեզ շատ եմ նեղացրել, շատ։ Սեդ կներես ինձ։ Ու գիտես, ես կներեսը նրա համար չեմ ասում, որ ինչ հնարավորություն տաս, մեր հարաբերությունները վերականգնվի։ Ինչ բարին է թող էդ լինի։ Եթե Աստված կամեցա, որ մենք միասին լինենք, ուրեմն ճիշտ է դա։ Բայց ես անկեղծ հասկացել եմ, այս սխալ է, որ քո հանդեպ արել եմ։ Երանի ես ամեն ինչ այն ժամանակ հասկացած լինեիր։ Ամեն ինչ այնքան ուրիշ կլիներ։ Հա, ճիշտ ես։ Քեզ փրկած կլինեի տաքսիստից։ Արի հիմա այդ մասին չխոսենք, լավ։ Չէ, սեդա, պիտի խոսենք այդ մասին։ Հա, իմ քայլերը սխալ են եղել, բայց պատճառ ունեցել եմ, հանգամանքներն են տարել դրան, որ ես այդ ամեն ինչը արել եմ։ Ու ես կաշվիցս դուրս էի գալիս։ Քեզ ասում եմ, որ այդ տաքսիստը մեղավոր է, բայց դու դրան էր հավատում։ Քո նշանածին դու չեր հավատում։ Ու ո՞նց ես պատկերացնում, նորմալ է դա։ Ո՞նց ռեակցիա կտամ ես, պարզա չէի տեղավորվում։ Պարզը ամեն ձև ես փորձում էի քո աչքերը բացեի։ Հա սխալներ եմ արել, բայց ես որպես տղա այդ պահին այդ լուծումները իմ ձևով եմ արել, հասկանում ես, ես չեմ արդարացնում։ Բայց մի պահ, գոնե մի րոպեով դու մտածել ես իմ վիճակ, իմ կարգավիճակը։ Այն ինչի մեջ որ դու ես եղել, 10 անգամ այդ վատ վիճակի մեջ ես եմ եղել։ Բայց ես չեմ բացվել, չէ, ես իմ մեջ ինձ կերել եմ։ Ես չէի կարա նստել, լաց հեգային գնեի ոտերդ։ Բայց իմ վիճակը կարել էր մի պահ պատկերացնել ու նոր այդ քայլերը անել, նոր գնալ այդ տաքսիստի հետ հանդիպման, այդ տաքսիստի հետ ինչ-որ լուծումներ փնտրել, այդ ամեն ինչը ես իմացել եմ, այդ ամեն ինչը ես տեսել եմ իմ աչքով։ Բայց ես այսքանից հետո էլ եկել եմ, ուզում եմ քեզ օգնեմ, ուզում եմ բացահայտեմ ինչա եղել իրականում։ Մենք իրար հետ կապ չունեցող մարդիկ ենք, դու ես ասում։ Բայց ես էլի չեմ հանձնվում, ես ուզում եմ քո աչքերը բացեմ, որ հասկանաս քո կողքը հիմա սխալ մարդ է կանգնել, սխալ մարդ է քեզ ուզում օգնի։ Հա։ Մեղավոր եմ եղել, որ չեմ լսել ձեզ։ Ես եմ մտածում էի Սեդան իր ասենյակում է,
Պարզմատանը չի։ Չէ, դուրս է եկել։ Եվ ուրա գնացել։ Գնացել է մի քիչ քայլի։ Եվ քանի ժամ արդեն քայլում։ Մինաս դե կգա էլի ինչի ես անհանգստանում։ Այդ տաքսիստեր կալանավորված է, էլ ինչ ունես մտածելու։ Չգիտեմ Սյուզի։ Ահա որ անհանգիստ եմ իր համար։ Այ հանգստացի, ընդամենը գնացել է քայլելու։ Հետո դու Սեդայի հետ կապված ամեն ինչ շատ ծանր ես ստանում ու իր մոտ էլ ցույց ես տալի։ Այդ լավ չի, ինքը իրեն լավ չի զգում դրանից։ Ես գիտեմ, որ դրա անկերոջն են կասկածում։ Գիտեմ, որ այդ լակոտը ամեն ինչ անելու է, որ խելքը տուտի, որ ասի, որ ինքը կապ չունեցել, այդ ամեն ինչը պատահականություն է եղել։ Սեդ խնդրում եմ քեզ, չհավատաս։ Ես հնարավորություն չունեմ ամեն պահ կողքդ լինելու, որ նենց անեմ, որ այդ քեզ մոտ չլինի։ Գոնե հիմա կլսես ինձ։ Ու եթե փորձես հավատալ դրան, մի բան հիշի, որ Սևանում ինքն է քեզ գտել։ Իր տանն ես դու արթնացել։ Ինքը ամեն բան անելու է, որ ընկերոջը փրկի։ Լավ վերջ, արի փակենք այս խոսակցությունը, էլ չեմ ուզում շարունակենք, ոչ մի բան մի ասա։ Ես քեզ սիրում եմ, Սեդ, ու շատ եմ սիրում։ Գիտեմ, ասում ես ամեն ինչից հետո զզվելու եմ քեզանից, բայց ավելի շատ ես ինձանից զզվեցի։ Դու հիմա ավելի մաքուր ես, քան ես, հասկանում ես։ Ու եթե դու կյանքում ինձ շանս չտաս, որ կողքդ լինեմ, կհասկանամ քեզ։ Բայց մի դեպքում քեզ չեմ խանգարի։ Երբ որ կողքդ արժանի տղամարդ լինի, ոչ թե տաքսիստի նման։ Լավ էլի նվեր վերջացրու, մի արա սենց։ Մտածում ես խաբում եմ։ Չէ, ես հավատում եմ քեզ, բայց դու պիտի հասկանաս, որ ոչ մի բան առաջվանը չի լինելու, վերջ։ Լավ, վերջ էլ չեմ խոսում։ Բարև ձեզ, որ խնդրեմ ձեր հեռախոսը մի րոպեև կտակ, ուղղակի իմ անջատվեց, զանգեմ ու հետ վերադարձնեմ։ Բարև ձեզ, հա իհարկե։ Հալո։ Մինաս, ես հիմա ինձ շատ վատ եմ զգում։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Լավ, սենց կանգնած ինչքան պիտի սպասենք։ Զանգի Էլենին, վստահ եմ, որ քո զանգին կպատասխանի։ Էլեն իմ զանգին չի պատասխանի, Սեդա։ Նվեր լավ էլի խնդրում եմ, արի իրարից ոչ մի բան չթաքցնենք։ Զանգի, վստահ եմ, որ պատասխանելու է։ Եթե պարզվի ինքը այս պատմության հետ կապ ունի, ուրեմն շատ հասկանալի պատճառներ կան։ Ինչ ես ուզում դրանով ասել։ Էնդ որ շատ հնարավոր է ինքը հանուն քեզ է իմ դեմ դուրս եկել։ Սեդ, որ միասին ենք եղել, ինքը իր զգացմունքները ցույց չի տվել։ Մեր բաժանումից հետո եմ ես հասկացել, որ ինչ-որ բան կա։ Կզանգես, խնդրում եմ։ Ես ինչի ես ինձ հիշել։ Դու երբեք ինձ առանց պատճառի չես հիշում։ Կարող է բան ա եղել։ Էլեն, քուրդ ու Մինասը խառնվել են իրար։ Տուն գնա։ Քեզ են ման գալիս։ Հա, անհանգստանում ես։ Էլեն տուն գնա, ասում եմ։ Չեմ գնալու։ Էլ երբեք ոչ մեկը ինձ չեք տեսնելու, որովհետև ես պլանավորում եմ երկրից գնալ։ Ինչ։
Խնդրում եմ էլ չզանգես։ Ուզում եմ փախնի։ Էլենը։ Այ հիմա տուն գնալու ժամանակն է։ Էլեն, սուս, ավելի լավ է տանը խոսենք, ու ես լինելու է մեր վերջի խոսակցությունը, որովհետև ես որոշել եմ երկրից գնալ։ Ինչ? Արի, հա։ Էլեն լուրջ, ոնց ես ես ամեն ինչը սենց թողնում ու գնաս, քո խիղճը քեզ չի տանջում, չես հասկանում, որ քո պատճառով մեծ մեղքի մեջ ենք ընկել։ Քեզ ինչ հա թվում։ Ես ուզում էի, որ ամեն ինչ սենց լիներ։ Ես ինչ անեմ, որ ամեն ինչ կեսից անվերահսկելի դարձավ։ Էլեն, մենք պետք է ասենք Սեդային։ Ես քանի օր ուզում եմ ասեմ, բայց չի ստացվում, որ միասին ասենք, հաստատ ավելի հեշտ կլինի։ Լեզուտ ատամներիդ հետևում կպահես, հասկացար։ Քո համար ինչ կա։ Եթե իմանա դու մենակ Սեդային կկորցնես, իսկ ես քրոջս կկորցնեմ, Եվայից կկորցնեմ։ Հենց հիմա ստեղ այս վատ հեքիաթը կվերջանա։ Էլեն խոսալու վաղտնա։ Դուք ստեղ ինչ եք անում։ Էն էլ երկուսով։ Էդ դու պետք է մեզ բացատրություն տաս, Էլեն, ոչ թե մենք քեզ։ Պարզա։ Այս քո միտքն է, այ վաղկոտ։ Միջև վերջ չկարողացար կողքից մնալ։ Քեզ թվում է, որ ես արարքովդ կմաքրես քեզ։ Ես ոչ մեկին չեմ կանչել այստեղ։ Բայց եթե ամեն ինչ սենց է դասավորվել, ուրեմն կպատմեմ։ Ու դու էլ իմ հետ կպատմես, Էլեն։ Նոնա, ինչ ես խոսում, դու գժվել ես, հա։ Ես պատմելու ոչ մի բան չունեմ։ Հերիք է խաղաս, Էլեն, որովհետև էլի լավ չի ստացվում։ Ես ինձ հազիվ եմ տիրապետում, բայց հիմա առաջարկում եմ նստենք ու հանգիստ խոսենք։ Էլեն, պարզից էլ պարզ է, որ Սեդայի դեպքի հետ կապված երկուսիդ մատը խառն է։ Մենք ոչ մի կապ չունենք։ Էլեն, վերջ։ Կլինի ես բերանդ փակես։ Ինչ ես խոսում, գժվել ես լրիվ։ Հա, մենք Սեդայի հետևից դուրս չեկանք այն օրը, բայց այդ չի նշանակում, որ այդ ամեն ինչը մենք ենք պլանավորել։ Հա, նվերին Մինասին էլ չենք զանգել։ Հա, Սեդա, այս ամեն ինչի հետևում մենք ենք կանգնած։ Ես ու Էլենը։
Չհասկացա։ Ասել է, որ քեզ ներս չթողենք։ Եթե ինչ-որ բան ունես ասելու կամ օգնության կարիք ունես, ասա, ես կփոխանցեմ։ Այդ մինասն է ասել, հա։ Ով։ Գիտես ինչ կա, կգնաս իրան կփոխանցես, որ էլ Իրանից ինձ ոչ մի բան պետք չի։ Ես ինքնուրույն էլ կարող եմ ապրել։ Ու հա, սենց գոռալով կփոխանցես, որ ինքը նվերից ավելի վատը դուրս եկավ։ Նոնան չափազանցնում է։ Նոնան չի չափազանցնում։ Բերանը փակի նոնա։ Սեդա Էլենա սիրահարված է նվերին։ Ու ինքը միշտ մտածել է, որ դուք մի օր կբաժանվեք, որովհետև շատ տարբեր եք։ Մինչև այն պահը, երբ Մինասն ու նվերը հարսանիքի օր որոշեցին, իր հույսերը ամբողջությամբ կորեց։ Ու ինչ անում հույսը կորցրած մարդը, գնում ամենավերջին քայլին։ Ինչ ես խոսում, փակի բերանդ։ Չհամարձակվես սաստել նոնային։ Ճիշտ է, ոչ մեկդ էլ աչքից լույսը չեք, բայց դու շատ լավ իմացի, որ այսօր քո վերջը գալու է։ Ոնց է բախտներդ բերե, որ աղջիկ եք։ Երկուսիդ էլ կսատկացնեի։ Դուք ընկերուի կոչվելու իրավունք ունեք։ Դու ոնց ես սրանց հետ շփվել։ Ոնց ես հասկացել, որ կեղտ են։ Նվեր մի րոպե, ոչ մի բան մի ասա, տեսնում ես հազիվ է կարողանում երկու բառ իրար կապել։ Շարունակի նոնա։ Երբ արդեն ձեր հարսանիքի օրը որոշված էր, Հելենը օր ու գիշեր իր մտքերով էր իմ հետ կիսվում։ Ես իհարկե չէի համաձայնում ոչ մի բանին։ Լսում էի խորհուրդ էի տալիս, որ մոռանա նվերին, որ հաստատ ավելի լավ մարդու կհանդիպի իր կյանքում։ Վատ պլանի էիր սպասում։ Թե ամենավատ պլանին էիր սպասում, որ օգնեիր։ Սեդ ես հասկանում եմ, որ մեծ մեղք եմ գործել, բայց չխոսելս մեղքս կրկնապատկում էր։ Դուք եք պլանավորել այդ։ Դուք գիտեք ով է այդ մարդը։ Էլեն։ Մի հատ ջուր կբերեք։ Դերիցը դուրս արի։ Իսկ դու շարունակի նոնա։ Դու իմ մեռնելն ես ուզում նոնա։ Եթե շարունակես խոսալ, ես ինձ կսպանեմ։ Մի լսի իրան նոնա։ Տես թե ուր ես հասել, ինչ վիճակում ես։ Էլենի մանիպուլացիաներին մի տրվի։ Հավատա ինք իրան շատ է սիրում ու չի վնասի։ Կանեմ։ Սեդա, մենք ենք արել։ Մենք ենք մամ այդ մասին նամակներ քեզ գրել։ Մենք ենք քեզ համոզել, որ ռեստորանից դուրս գաս։ Կսպանեմ երկուսիդ ես, կսպանեմ երկուսիդ։ Ինչ։